Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է լինելու Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իսկապես հաճելի է, որ դարձյալ հնարավորություն ունենք Վանաձայնի եթերում զրուցելու, ներկայացնելու թանգարանի գործունեությունը, արդեն բավականին երկար ժամանակ է չենք հանդիպել եւ քանի որ դուք եւ ձեր թանգարանը Վանաձայնի լավագույն բարեկամներից եք, մենք այսօր դարձյալ պետք է անդրադառնանք թանգարանի գործունեության, թանգարանի այսօրվան։ Եվ քանի որ 1 տարի շարունակ դուք նշեցիք մեր մեծանուն կոմպոզիտոր Վլադիմիր Բայանի ծննդյան հոբելյանական տարին, եւ թանգարանը այն հիմնական կառույցն էր, մշակութային կառույցն էր, որ պարբերաբար անդրադարձավ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին, կուզեի նախ անդրադառնայինք այդ միջոցառումներին, ինչ տեղի ունեցավ։ Նախ ողջունում եմ Վանաձայնի մեր սիրելի լսողներին ու ունկնդիրներին եւ իրոք բավական երկար ժամանակ չենք հանդիպել։ Այո, անցած տարի Վլադիմիր Բայանի հոբելյաններ 100-ամյակներ մեր սիրելի կոմպոզիտորի, բայց ոչ միայն կոմպոզիտորի, այլ նաեւ մեր թանգարանի հետ սերտ կապ ունեցող այս թանգարանի հիմնադիր տնօրենի 100-ամյակներ եւ թանգարանը պարզ է որ չէր կարող անմասն մնալ նրա այդ հոբելյանը նշելուց։ Անցած տարի յետևի անցան 3 հրաշալի միջոցառումներ, դրանցից մեկը հենց նրա ծննդյան օրն էր, երկրորդը նրա ստեղծագործություններին նվիրված համերգ կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի կազմակերպած այդ համերգն էր, որտեղ կատարվեցին կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Բացի դրանից մենք ունեցանք նաև մեկ նրա CD շնորհանդեսը Վլադիմիր Բայանի ստեղծագործությունների եւ այս տարվա սկզբին մենք ինչպես ամփոփեցինք 100-ամյակի միջոցառումները եւ մեր գիտաշխատողներից մեկը որ հրաշալի ուսումնասիրություն էր կատարել Վլադիմիր Բայան մարդու հասարակական գործիք, կոմպոզիտորի եւ վերջայստուն թանգարանի հիմնադրի վերաբերյալ եւ շատ նոր բացահայտումներ եղան, այնպիսի բացահայտումներ, որ նույնիսկ իր ընտանիքի անդամների համար հաճելի էր եւ նորություն էր եւ մենք դրանով ամփոփեցինք այդ մեծ մարդու, այդ մեծ մշակութային գործի հոբելյանական տարին։ Ես գիտեմ, որ դուք մտերիմ եք Վլադիմիր Բայանի հետ, նրան գիտեք որպես մարդ, որպես անհատականություն, սակայն Վլադիմիր Բայանը մեր իրականության ժամանակակից շրջանի այն կոմպոզիտորներից էր, որ իսկապես շատ արագ սիրվեց եւ այս դեպքում ես կուզեմ դուք որպես երաժշտագետ, որպես կոմպոզիտոր արդեն արժևորեք Վլադիմիր Բայան կոմպոզիտորի դերը մեր մշակութային այս կյանքում։ Այո, բայց այն որ նա մեծ կոմպոզիտոր էր, դրանում երկու կարծիք լինել չի կարող, բայց ես նրան ճանաչեցի եւ ես նրա հետ ընկերացա եւ ես այդ արդյունքը, այդ ընկերության արդյունքը գնահատեցի նրան որպես մշակութային գործիչ, մարդ, որ ամեն ինչին մոտենում է ստեղծագործաբար, սա իրեն խոսքերն են իդեպ նա ասում էր, ինչ որ անում ես, արա ստեղծագործաբար։ Եվ նա էլ մասնագիտությամբ կոմպոզիտոր էր, ես էլ մասնագիտությամբ կոմպոզիտոր եմ եւ ինչ հետաքրքիր եմ նրանից շատ բան սովորեցի։ Բայց ամենակարևոր բաներից մեկը նա շատ լավ կառավարիչ էր։ Նա բնությունից ուներ տաղանդ կառավարելու, ստեղծելու եւ պետք է ասել, որ իր գործունեության այդ երկար տասնամյակների ընթացքում նա մի քանի մշակութային հաստատություններ է ստեղծել։ Նա եւ Գյումրիում, եւ Երևանում, հա, մի քանի մշակութային հաստատություններ է ղեկավարել, որ այդ ղեկավարության տարիներին հիմնակար է դրվել այդ մշակութային հաստատություններում, հա։ Բացի դրանից Վլադիմիր Բայանը լավ կոմպոզիտոր էր, տաղանդավոր կոմպոզիտոր էր եւ գիտեք նրա մի երգը արդեն բավական է սերս գախնի թող մնա, որ աշխարհը նրան ճանաչեր, հայությունը նրան ճանաչեր, նույնիսկ ասում են, որ սերս գախնի թող մնա մարդիկ համարում են, որ ժողովրդական երգ որպես, շատերը նույնիսկ չգիտեն, որ դա Վլադիմիր Բայանի երգն է, բայց կարծում են, որ դրանից մեծ բախտավորություն չկա, երբ որ քո երգը քո սրտից փոխվում է եւ գնում է դեպի ժողովրդի սիրտ։ Իսկապես հրաշալի ստեղծագործություն եւ իսկապես մեր ժողովրդի մշակութային գործիչների շարքում կարևոր անձնավորություն։
Եվ այս պահին մենք պետք է հենց լսենք ձեր կողմից նշված երգը Վանաձայնի եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է Մարինե Օթարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի տնօրենը։ Այս երգը բոլորդ գիտեք, չէ՞։ Դի մասնակցեք, չէ՞ ինձ։ Ամպեց կորալուսնգը արդեր մտեկու Ամպեց կորալուսնգը արդեր մտեկու Արդով կանցնի ճամփան կերտամ յարիս Արդով կանցնի ճամփան կերտամ յարիս Սերս կախնի Սերս յարիս Սերս կախնի դամնա Սերս յարիս Ճամպեր պիտի չիմանա Թե ուր կերտամ Ճամպեր պիտի չիմանա Թե ուր կերտամ Սերս կախնի դամնա Սերս յարիս Ճամպեր պիտի չիմանա Թե ուր կերտամ Ճամպեր պիտի չիմանա Թե ուր կերտամ Մենակ յարս կիմանա Թե ուր կերտամ Մենակ յարս կիմանա Թե ուր կերտամ Մեկ է ծովակի մանա Մորս աչքի Մեկ է ծովակի մանա Մորս աչքի Սերս կախնի դամնա Սերս յարիս Բարեկամներ, շարունակվում է Հայացք Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում։ Լսեցինք Սերս գատնի թող մնա ստեղծագործությունը, կատարումը եւ շարունակելով մեր զրույցը Մարինե Օթարյանի հետ պետք է արդեն անդրադառնանք Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի այսօրվան։ Թանգարան եւ թանգարանային կյանք։ Սա մի յուրատեսակ ոլորտ է, որտեղ մարդը մտնելով այլևս չի կարող դուրս գալ։ Այս ոլորտի աշխատակիցներն իսկապես նվիրյալներ են եւ հատկապես անձի թանգարանները, որտեղ որ տվյալ անձին չես կարող չսիրել, եթե դու աշխատում ես այդ թանգարանում։ Սպենդիարյանին որքան շուտ սիրեցիք դուք։ Օ, ինչ է տակտիկիր հարց է, որքան շուտ։ Նայեք, իմ պարագայում այս այն դեպքը չէ, երբ որ ես մանկության երազանք եմ ունեցել թանգարանում աշխատելու կամ թանգարանի տնօրեն լինելու, բնավ,
Բայց այդպես ճանապարհները խաչվեցին, որ ես կոնսերվատորիայից միանգամից եկա թանգարան, այն էլ միանգամից տնօրեն։ Իհարկե անշուշտ որպես երաժիշտ եւ որպես կոնսերվատորիայի ուսանող ես Սպենդիարյանին ուսումնասիրել էի եւ գիտեի, որ մեր մեծ կոմպոզիտորն է։ Բայց այլ բան է, երբ որ դու մտնում ես նրա աշխարհը։ Իսկ նրա աշխարհը անսպառ է։ Մյուս տարի կլրանա իմ այստեղ տնօրինության 30 տարին, բայց ես ամեն օր բացահայտում եմ նրան։ Ամեն օր բացահայտում եմ նրա ստեղծագործությունների ինչ որ մի նոր ստեղծագործություն են գտնում կամ նրա մարդկային տեսակի ինչ որ մի բան ենք հայտնաբերում, ամեն օր մի նոր բան մեզ համար բացահայտվում է։ Այնպես որ այս պարագայում այդքան էլ սիրո մասին չէ խոսքը։ Այս պարագայում մեծ պատասխանատվության մասին է խոսքը եւ ես շատ հաճախ եմ չեմ հոգնում կրկնելուց, որ մենք շնորհակալ պիտի լինենք Սպենդիարյանին, որ նա թույլ է տվել լինել իր աշխարհում։ Մենք բոլորս իր աշխարհում, իսկ իր աշխարհը անսպառ է, իր աշխարհը շատ մեծ է։ Եվ շատ իրապես շատ ճիշտ նշեցիք, որ թանգարանում աշխատող մարդիկ այսօր նվիրյալ մարդիկ են։ Թանգարանը այդպիսի մի միջավայր է, որը թվում է թե ինքը պիտի լիներ անհետաքրքիր իր ստատիկ վիճակով, բայց նա անսպառ է իր չբացահայտված անկյուններով եւ այստեղ մտնող մարդը իրոք սիրահարվում է, որովհետեւ կա շարունակականության այդ զգացումը։ Դու մի բան ես անում եւ հետո ուզում ես դա շարունակվի։ Դու մի բան ես բացահայտում եւ ուզում ես այդ բացահայտումը շարունակական լինի։ Եվ չեմ հոգնի կրկնելուց, որ իրավ այսօր մեր օրերում թանգարանում աշխատող մարդիկ նվիրյալներ են, որովհետև ի վերջո պիտի հասկանանք, որն է ազգային արժեքը։ Ազգային արժեքը ստեղծող մարդիկ են։ Դա Սպենդիարյանն է, դա բոլոր մեր մեծերն են եւ որոնց անուններով կան այսօր թանգարաններ։ Եվ այդ ազգային արժեքը մանավանդ մեր օրերում, մանավանդ այսօր ամենակարևոր գործը դա ազգային արժեքը անխաթար պահելն է, որը որ կարծես թե անում ենք, փորձում ենք անել։ Եվ քանի որ մեզ այս բանը լսում են, դիտում են մեր հայրենակիցները վանաձայնի եթերում, կխնդրեի, որպեսզի կարճ պատկերացում տանք, թե այցելելով Հայաստան եւ գալով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն, ինչ են տեսնելու։ Դե պարզ է, երբ որ ասում են տուն թանգարան, մարդու մոտ առաջանում է այդ զգացողությունը, որ ինքը ոտք է դնելու ինչ որ մեկի տուն։ Եվ նույնը մեր թանգարանի պարագայում, չնայած նրան, որ կոմպոզիտորը մահացավ 1928 թվականին, իսկ թանգարանը բացվեց շատ տարիներ հետո, 1967 թվականին, թվում է թե այդ հուշային իր նշանակությունը պահպանված չէր լինելու, մանավանդ որ նրա մահից հետո այս բնակարանում 3 ընտանիք դե կոմունալներ են ժամանակ, հա, միասին ապրող։ Բարեբախտաբար նրա մահից հետո պահպանվել էր մեկ լուսանկար, որը արվել էր նրա մահվան օրը, Ալեքսանդր Մելիք Աղամալովը, հայտնի Մելիք Աղամալովի տղան, եւ այդ լուսանկարը նրա աշխատասենյակի լուսանկարն էր։ Եվ թանգարանը ստեղծելիս այդ սենյակը ստեղծվեց այնպես, ինչպես եղել է կենթանության օրոք։ Ահա մեր այցելուն երբ որ գա թանգարան, երկու ցուցասրահները, որը մեկը նրա կյանքի ուղին է, մեկը նրա ստեղծագործական ուղին եւ որոնք հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով ցուցադրությամբ, նաեւ նա կհայտնվի հուշասենյակում, որտեղ 20-րդ դարաշրջանի կոմպոզիտորը ստեղծագործել է, որտեղ նրա անձնական իրերն են, նրա Բեխշտայն դաշնամուրն է, որի վրա կոմպոզիտորը գրեց իր երևանյան էտյուդները, որի վրա նվագել են Ռոմանոս Մելիքյանը, որը շատ հաճախ էր լինում Սպենդիարյանին հյուր, եւ մինչ Սպենդիարյանը սուրճ է, երևի թեյ եւ կակաո էր, որ նա շատ էր սիրում եւ շատ լավ էր պատրաստում էր իր հյուրերի համար, Ռոմանոս Մելիքյանը նվագում էր նրա համար Կոմիտասի ստեղծագործությունները եւ հենց այդտեղ է, որ Սպենդիարյանն ասել է, որ ես ինձ համար բացահայտեցի Կոմիտասին։ Ահա թանգարանը փոքր, բայց նաեւ իր ներդաշնակությամբ, հնի եւ նորի ներդաշնակությամբ մի վայր է, որտեղ վստահ եմ այցելուները զգալու են այդ շունչը, այդ 20-ական թվականների, հա, 20-րդ դարաշրջանի այդ շունչը եւ այն միջավայրը, որտեղ ապրել է Սպենդիարյանը եւ արարել է։ Պարզ է։ Եվ մեր զրույցի ավարտին ձեր խոսքն ուղղված մեր հայրենակիցներին, ովքեր այս պահին մեզ լսում են, դիտում են վանաձայնի եթերում։ Դե պիտի ասենք, որ
շատ եկեք հայրենիք, շատ այցելեք հայրենիք եւ ամեն այնցի բացահայտեք դες համար գոնե 1 կամ 2 մեր ազգային արժեքներ, ինչպես Սպենդիարյանը, Խաչատրյանն է, Չարենցն է, հա, Թումանյանը եւ բոլոր մեր գրողները, որովհետեւ ի վերջո երկրի մասին գաղափար կազմելու համար պետք է գնաս այդ երկրում ապրած, այդ երկրի մշակույթը ստեղծած մարդկան ժառանգությանը ծանոթանալու։ Կուզեմ, որ խաղաղություն լինի եւ ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում եւ Բեյրութում, եւ որ մեր հայրենակիցները նորից եմ ասում, իրենց այդ կապը, իրենց հոգեվոր կապը երբեք չկտրեն հայրենիքից։ Շնորհակալություն, ստեղծագործական աշխատանքային հաջողություններ եմ ցանկանում եւ խոստանանք նաեւ, որ մեր այս ավանդույթը պարբերաբար հանդիպել նկատել թանգարանին առնչվող նյութերը, թանգարանի գործունեությունը դարձյալ կշարունակվի եւ այս բարեկամությունը վանաձայնի հետ տարիների շարունակական կլինի։ Սիրով եւ մանավանդ ես ինքս վանաձայնում եղել եմ շատ տարիներ առաջ եւ հարցազրույցներ եմ տվել, բացի դրանից էլ կարծում եմ կշարունակվի, որովհետեւ անխուսափելի է մյուս տարի կոմպոզիտորի 155-ամյակն է եւ որի կապակցությամբ մենք լեցուն միջոցառումներ ունենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Բարեկամներ, ավարտվեց Հայաց Երևանից հաղորդաշարը, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն էր, ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում։ Հաջողություն։